Մենք ունենք այդ խնդիրը համատարած մեր ողջ երկրում։ Եվ այո, դրանից բխում են բազմաթիվ խնդիրներ ընտանիքներում, որովհետև չկա կին, տղամարդ, շփում որպես այդպիսին, շփում այն իմաստով, որ տղամարդը խոսի իր սեռական խնդիրներից, իր կնոջ հետ, կինը խոսի իր սեռական խնդիրներից, բժշկի մոտ միշտ էլ կարելի է այցելել, բայց եկեք իրականությունը ճիշտ գնահատենք, այսօր բազմաթիվ խնդիրներից կարելի է խուսափել հասարակ սովորական շփման միջոցով։ Եվ երբ տարբեր քննադատական նախադասություններ են հնչում, դե բավական է, դե գժվցրեցիք ձեր սեռականով, սաղոր առնանդամ հեշտոց առնանդամ սեքս, այստեղ միակ նպատակը լուսավորչական, իմացական կրթվածության մակարդակը բարձրացնելու հետ կապված աշխատանքների տանելն է։ 10 տարի ես աշխատում եմ այս ոլորտում, հազվադեպ եմ լսում նախադասություն, երբ որ տղամարդը գալիս է խնդիրներով, դա կլինի վաղաժամ սերմնաժայթքում, դա կլինի էրեկցիայի խնդիր, հազվադեպ եմ այս հարցի հետևյալ հարցից պատասխանը ստանում դրական։ Միշտ հարց է հնչում, օրինակ տղամարդը գալիս է բժիշկ ջանի մոտ վաղաժամ, իսկ հեչ քննարկել եք ձեր կնոջ հետ, ոչ, չի քննարկել։ 13 տարվա ամուսինները ոչ մի անգամ այդ հարցը չեն իրար հետ քննարկել, այսինքն տղամարդը չգիտի, թե իր վաղաժամ սերմնաժայթման խնդիրը ինչով է անդրադառնում իր կնոջ առողջության վրա, կամ անդրադառնում է, թե չի անդրադառնում, կին օրգազմ ունում է, չի ունենում։ Այո, մենք կարիք ունենք այդ առումով, շատ կարիք ունենք կրթվելու, բոլորը ունեն սեռական հարցերի հետ կապված, այդ հարցերի հետ կապված կրթման կարիք բոլորը ունեն, եւ ես ուզում եմ, որպեսզի մենք իսկապես եւ իրապես գնահատենք այսօրվա դրությամբ շատ բժիշկների կողմից տարվող այդ աշխատանքը, բլոգների վարելը, տեսանյութերը եւ այլն բան, որոնք մեծամասն դեպքերում իհարկե ուղղված են այսպիսի լուսավորչական աշխատանքների վրա, որպեսզի մարդիկ գիտեք ոնց պարտադիր չի, որ դուք ոնց որ քննարկեք ու այդ խնդիրը լուծում ստանա։ Շատ դեպքերում հնարավոր է, որ ոնց որ մարդը լսի այդ ինֆորմացիան, այդ խնդրի մասին լսի բան ու գա եզրակացության, որ փաստորեն սա խնդիր է, արժի գնալ, ինչու ոչ, լուսավորչական աշխատանքի նպատակներից մեկն էլ կարա լինի վեր հանել այդ եղած խնդիրները, որ մարդը վերջապես որոշի դիմել բժշկի։